150-ից ավելի մասնագետ է մասնակցում BSMI դպրոցի հիմնադիր Աննա Մարի Սարգսյանի նոր նախաձեռնությանը ելույթների շարքի առաջին ելույթին։ Երբ տեսա, որ լինելու է այս իվենթը, բավական մեծ էր հետաքրքրությունը, այս պահին էլ անգամ դեռ սպասում եմ սփիչին։ Ակնկալիքները եւս մի աստիճանով բարելավել իմ գիտելիքները, նոր բան սովորելու։ Կարծում եք 1 ժամում հնարավոր է։ Այո, նույնիսկ 10 րոպեում հնարավոր է։ Դեռևս կան շատ բաց հարցեր, որոնց պատասխանները չգիտեմ, ու վստահ եմ, որ հենց այդ պատասխանի հետևից այսօր եկել եմ։ Վստահ եմ, որ կլինեն հետաքրքիր ինսայթներ, որոնք ինձ հետագայում աշխատանքում պետք կգան։ Արդեն ունենք նոր առաքելություն, որ միասին ունենանք ընդհանուր ինֆորմացիա աշխարհի մարքեթինգի մասին, ընդհանուր գիտելիքներ, ընդհանուր մտածողություն, որ իրար հետ խոսելիս էլ մարքեթինգի մասին շատ լավ իրար հասկանանք։ Ինֆորմացիոն հեղեղում, երբ մի թեմայի վերաբերյալ ամեն օր բազմաթիվ նոր գրքեր են հրատարակվում, կոնֆերանսներ հրավիրվում, հազարավոր հոդվածներ, հետազոտություններ ու հաշվետվություններ ներկայացվում, առաջանում է խառնաշփոթ ու կորում է կարևորը։ Եվ ծնվեց գաղափար ունենալ ելույթների շարք, որտեղ տարբեր երկրներից, տարբեր հոդվածներից ստացած ամենահետաքրքիր ինֆորմացիան կգարթանք, կֆիլտրենք եւ կփոխանցենք մարդկանց հետաքրքիր ձևաչափով, կզարգացնենք մտածողություն, կտանք ինսայթներ։ Ինչը կարդալ, ում լսել, ինչն է իրականում կիրառելի։ Այս հարցերի պատասխանը 1 ժամում ներկայացնում է Insights with Աննա Մարի ելույթների շարքը, տալով ֆիլտրված գիտելիք ու կիրառելի խորհուրդներ։ Բարդ է, հեշտ չէ ընկալել, այսինքն մի քիչ ավելի բարձր մակարդակի ինֆորմացիա է, բայց ամեն դեպքում 1 ժամը բավարար է, որպեսզի արդեն գալիս է դասավանդման խոսնակի հմտությունը փոխանցելու համար, որպեսզի մարդը հասկանա։ Բացի այդ, մենք ունենք Telegram-յան ալիք, որին ելույթի մասնակիցները կարող են գրանցվել եւ հետո ստանալ աղբյուրներ ու ավելի խորքային ուսումնասիրել այն կետը, ինչը իրենց համար ինսայթ էր այս ելույթներից։ Միջազգային խոշոր կորպորացիաներում աշխատած ու մարքեթինգի հայաստանյան շուկայում գրեթե բոլորին հայտնի մասնագետը 1 ժամանոց ելույթը պատրաստելու համար 1 ամսից էլ ավելի է աշխատել։ 100-ից ավելի աղբյուր ուսումնասիրելուց, վերլուծելուց ու ֆիլտրելուց հետո 1 ժամում ամփոփել է ամենաարժեքավորը, կարևորն ու օգտակարը։ Բացի բաց աղբյուրներից նաև միջազգային գործընկերների փոխանցած ինսայթերն է հաշվի առել։ Օրինակ այսօր այս թեման Consumer of the Future, ապագայի սպառողն է։ Գալիս է մի կետ, որ հասկանում ենք, որ ոնց որ թե սպառողը փոխվել է, մի քիչ ուսումնասիրենք, սկսում ենք կարդալ, հասկանում ենք, որ շատ են խոսում կոնկրետ ինչ-որ թեմաների մասին։ Ամենաinsightful կետերը, որ հասկանում ենք, որ Հայաստանի համար ակտուալ է, կարևոր է, այստեղ երբևէ չենք քննարկել, չենք լսել, ներառում ենք ելույթների մեջ եւ այդպես ֆիլտրում այն, ինչը կարող են կիրառել մեր երկրում։ Insights with Աննա Մարի ելույթների շարքը ծնվել է նախ եւ առաջ իր կարիքից, նշում է բանախոսը։ Երազում էր, որ լինի մեկը, ով կուսումնասիրի շուկայի նորություններն ու կպատմի, թե ինչ կա աշխարհում, բայց ամենակիրառելին։ Հաջորդ ելույթների թեմաներն ընտրելիս հաշվեն առնելու նաև գործընկերների հետաքրքրությունն ու կարիքները։ Շատ մեծ քանակի ինֆորմացիայից պետք է հասկանայինք ինչը մարդկանց կհետաքրքրի ու շատ պատասխանատու քայլ էր նաև այն, որ այս շարքը հայտարարելիս ես խոսել եմ այն մասին, որ մենք գնում ենք կոնֆերանսների եւ ոչ մի նոր բան չենք իմանում, կարդում ենք գրքեր, կարծես ինչ որ այդ ինֆորմացիոն կույտի հետևից ինչ որ մի կարևոր բան են գտնում ինսայթ եւ ես խոստացել եմ, որ այս ելույթների շարքում այդպես չի լինելու է միայն ամենակարևորը։ Ելույթների նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է։ Առաջին ելույթը sold out է եղել 1 օրվա ընթացքում, առանց գովազդի։ Ելույթի թեմայից է կախված, թե այն կոնկրետ ում համար է նախատեսված։ Մենք շատ լայն լսարան ենք պատկերացնում, որովհետև ընդհանուր զարգացման մասին է խոսքը։ Հաջորդ ելույթների թեմաները կհայտարարվեն Telegram-յան ալիքում։ Ելույթներն անվճար են, սակայն պարտադիր է գրանցումը։ Ինչու անվճար։ Ես շատ երկար եմ մտածել, ինչքան պետք է արժենա այս ելույթների շարքը։ Ու այս դեպքում ես ինչ գիներ սահմանե, ես կարժե զրկեի այն ժամանակը, որը ծախսվում է, ներդրվում է այս պրոյեկտի մեջ, դրա համար ինքը անվճար է։ Առաջին ելույթից մասնակիցները տպավորված էին, ակնկալիքներն արդարացված։ Անվճար էր, բայց անչափ արժեքավոր։ Շատ հագեցած էր ու 1 ժամվա համար իրոք շատ ինֆորմացիա տրամադրվեց։ Աննկարագրելի։ Շատ հաճելի է նախ ինքը որպես անձնավորություն, երկրորդը մատուցած նյութը։ Տվեց նոր գիտելիք մի թեմայի մասին, որը ծանոթ էր, բայց հստակ ինֆորմացիա չունենք ու իրականում շատ հետաքրքիր անցավ, որովհետև շատ մանր կետերի վրա էր անցած։ Արդիական թեմա էր քննարկող թեման, բավականին հետաքրքիր էր ու տենց հետազոտություններ բաներ հիմնականում հասանելի չեն ու սենց հնարավորություն ինչ-որ կոնֆերանսի շրջանակում քննարկել, իրոք շատ ինֆորմատիվ է։ Կարծում եմ ֆորմատի բացի կա դաշտում ու նման ծրագրերի շարքը շատ պետքական է, որովհետև
որովհետև այստեղ հավաքված երիտասարդները, մասնագետները շատ ոգևորվածությամբ եւ խանդավառությամբ էին լսում Անամարին։ Մարքեթինգային նոր լուծումներ, կաստոմերների հետ կապված, նոր մոտեցումներ, թե ոնց կարելի է նոր հաճախորդներ ձեռք բերել, ոնց կարելի է պրոդուկցիան ավելի ճիշտ դրագետ ներկայացնել։ Բացը կա նման ֆորմատով ինֆորմացիա ստանալու 1 ժամում այսքան խտացված ինֆորմացիա ստանալու, բայց նաև այնպիսի ինֆորմացիա, որ գլուխդ չի ուռում ու դու հասցնում ես դա ընկալել ու մտապահել։ Ու մեծ սիրով սպասել եմ հաջորդ ինսայթների հետևից գալուն։ Ելույթների թեմաները կլինեն տարբեր՝ միջազգային բեսթելեր գրքերի քննարկումից մինչև շուկայական թրենդերի վերլուծություն, բայց սկզբունքը մեկն է՝ իմաստավորված, ֆիլտրված ու կիրառելի ինֆորմացիա 1 ժամում, առանց տեղեկատվական քաոսի։